Կայծակի հետևանքով քանդված կամուրջ, վնասված ու արգելափակման մեջ հայտնված մեքենաներ։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում հունիսի 11-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ դեպքը երթևեկության լուրջ խոչընդոտ է առաջացրել։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, սակայն կամուրջը ոչ երթևեկելի է դարձել, վնասվել է 3 ավտոմեքենա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու ոլորտի պատասխանատուները դեպքի վայրում էին, գնահատելու վնասների ծավալն ու քննարկելու վերականգնման աշխատանքների ընթացքը։ Երեկոյան ժամը 19:26 նախնական տեղեկատվությամբ կայծակի հարվածից ունենք այն պատկերը, ինչ հիմա տեսնում եք, կամուրջը կարելի ասել ամբողջությամբ կամուրջի մի երթևեկելի գոտին ենթակա չի էսպային շահագործման։ Մենք այստեղ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Վարդանյանի, ճանապարհային դեպարտամենտի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի գործընկերների հետ քննարկել ենք իրավիճակը։ Նախարարի խոսքով կայծակի հետևանքով նման դեպք Հայաստանում նախկինում չի արձանագրվել։ Առաջնահերթ խնդիրն այժմ երթևեկության ժամանակավոր վերականգնումն է, որից հետո կսկսվի կամրջի վերակառուցման կամ նորի կառուցման նախագծման եւ շինարարության փուլը։ Սա էլ հանրապետության կարևորագույն ճանապարհներից մեկն է, M4 միջպետական ճանապարհը, այնպես որ շատ արագ տեմպերով կամրջի այս հատվածը կվերականգնենք եւ կհանձնենք շահագործման։ Կամուրջները վերակառուցելու փորձ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի, աշխատանքը մեզ համար նոր չէ, Հայանիստում նախորդ տարի ունեցել էինք էլի փլուզված կամուրջ, որը շատ արագ վերականգնեցին երթևեկության համար, ոչ ստանդարտ ուրեմն գործիքակազմով ենք աշխատելու, ոչ ստանդարտ մրցութային ընթացակարգով եւ նախագծի եւ շինարարության աշխատանքների ձեռքբերման մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհը կարևոր նշանակություն ունի, զբոսաշրջային նշանակության պայմանավորված նաեւ ամռան ամիսներին այստեղ երթևեկությունը ավելի է ինտենսիվանում։ Մասնագետների նախնական գնահատմամբ կամրջի կառուցվածքը լուրջ վնասվածքներ է ստացել։ Առաջիկա օրերին կիրականացվեն տեխնիկական հետազոտություններ, որոնց արդյունքներով էլ կհստակեցվեն հետագա քայլերը։ Ակնադիտական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տարբեր կոնստրուկցիաներ վնասվածքներ են կրել, եթե անհրաժեշտ լինի գործիքային ուսումնասիրություններ էլ կկատարեն եւ ճանապարհային դեպարտամենտը կպատվիրի նախագիծ, որի հիման վրա արդեն կարծում եմ 2 փուլով կգնան աշխատանքները, առաջին փուլում ժամանակավոր ամրացման աշխատանքներ, որպեսզի երթևեկելի գոտին բացվի եւ երթևեկությունը կազմակերպվի, որից հետո արդեն հիմնական լուծումներ, հիմնական նախագիծ եւ հիմնական լուծումներ։ Մինչ մասնագետները վերջնական եզրակացություն կտան ու կամուրջը կվերականգնվի, Երևան-Սևան ավտոճանապարհի այս հատվածում երթևեկությունը կշարունակվի կազմակերպվել հանդիպակաց ուղղությամբ 1 երթևեկելի գոտիով։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։